նայում էի կադրերը, ինչպես Արեգնազ Մանուկյանին այս վանդակաճախ մեքենայով քրեակատարողականից տանում էին Աբովյանի գավուր։ Հիշեցի մեկ այլ կադրեր, ինչպես հարաքարի մարդասպանին սենց ձեռքերը մտած, մի հատ էլ կապուչինո երևի պիտի առաջարկեին, մի հատ էլ մասաժիստ բերեին, որ նյարդերը հանգստացած տանեին քննչական կոմիտե։ Տարիներ առաջ Ստրասբուրգում նույնական, ուրեմն ինչի հիշեցի, որտեղ այսօր Արեգնազի աղջկա ծննդյան օրն էր, Լիտվայում մի կնոջ կալանավորել էին քաղաքական գործեր եւ մեկ շաբաթ թույլ չէին տվել, փակել էին անչափահաս գործու տեսակցությունը։ Հետո տեսակցությունը բացեցին, հետո այդ կնոջը բերեցին Ստրասբուրգ քաղաքական կոմիտեի նիստի եւ երբ որ այդ կինը իր որդու հետ մտավ, բոլորը ոտքի կանգնեցին, ծափահարեցին եւ մի հատ էլ այդ ժամանակ ուրեմն քաղաքական բանաձևեր ընդունեցին ընդամենը նրա համար, որ անչափահաս երեխային մեկ շաբաթ թույլ չեն տվել տեսակցել մորը։ Լսում եմ Արեգնազի փաստաբանին, ինչ հնարավոր մանիպուլատիվ քրեադատավարական օրենսգրքի վրա թքած ունենալով ինչ ասես արել են, որպիսի պահեն բացարձակ մեկուսացման մեջ։ Ես հիշում եմ, որ անունը չեմ տալու, բոլորս ճանաչում ենք, մարտի 1-ի գործով կալանավորվածներից մեկը, չզարմանաք, ինչ եմ ասել, լուծ էր ընկել, սովորական լուծ, Ստրասբուրգում ինձ կանչել են նակավյոր, որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որպես Հայաստանում ԵԽԽՎ պատվիրակության անդամ եւ սենց հարցաքննում էին։ Այդ ինչ եք արել, ինչ են տվել, որ մարդը սխալ բան ա կերել, հասկանում եք եւ իմ տիտանական ջանքերից հետո այդ մարդու աղիքային խանգարման թեման տեղ չգտավ Հայաստանի դեմ հերթական զեկույցում։ Այսօր թվարկեցին քաղաքական հայացքներով բանտարկվածների անունները, չկա սենց բան։ Այսքան թվով քաղաքական հայացքներով մարդիկ, որ գտնվում են անազատության մեջ եւ ահա այս կառույցները, Ֆոն դեր Լեյեն, որտեղ եկավ, գլուխները շոյեց, ասեց 118 միլիոն եվրո կտամ ու թողեց գնաց, Մակրոն, բոլորը լուր են, որովհետև մարդու իրավունքը, խոսքի ազատությունը իրանք սարքել են աշխարհաքաղաքական աճուրդի առարկա, մեզ խեղդում էին։ Ես հիշում եմ, պարտադրում էին եւ դա արեցինք, ամրագրեցինք օրենքով, որ կալանքը որպես խափանման միջոց պիտի կիրառվի բացառիկ դեպքերում։ Տեսեք ինչ ա կատարվում։ Նարերը, խցերը լցված են, կալանավորը, որ ուզում ա իր կամավոր պատժի խստացում մենախուց, չի կարողանում գնալ, որտեղ դատարկ խուց չկա։ Եվ սա է այն ժողովրդավարությունը, որ սրանք ամրագրում են, որովհետև այս իշխանությունը իրանց պետք է, Ռուսաստանի հետ իրանց մարդաբոյը մեր երկրում մարդու իրավունքների, խոսքի ազատության, կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ, բա այն ՀԿ սեկտոր, որ Մաշտոցի պուրակում մի հատ տերև էր կտրվում, սաղը ձեր դոշին խփում էիք, ես այդ տերևն եմ ու պարկում էիք ասֆալտի տակ։ Կնոջ երեխայի միջազգային կոնվենցիաներով նաև լավագույն շահի իրավունք ա խախտված, բա ձեր ծպտունը ինչի չի լսվում, թե պիտի գրանտ տան, որ խոսան, որ գրանտ չեն տալի, ձեր ձայնալարելը չի աշխատում։ Այն ինչ կատարվում այսօր Արեգնազ Մանուկյանի հանդեպ, սա աննախադեպ ա, սա նաև խոշտանգում ա, թե Արեգնազի, թե նրա երեխայի, թե նրա ընտանիքի։ Ես չգիտեմ, մենք այստեղ հավաքվել ենք, որտեղ իրանք մեզանից լավ գիտեն, իրանք այս ամեն ինչը հավաքում են եւ երբ որ այս ռեժիմը իրանց այլևս պետք չլինի, 3 վայրկյան հետո չարտերով Հայաստան են գալու Հայաստանի հարցով համազեկուցողները եւ այս ամենը արձանագրվելու է։ Հիմա իրանք լուր են, բաց աչքերով լուր են, բայց մենք չպիտի լռենք։ Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին։